Շնորհակալ եմ եկավ տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ ձեր խոսքը։ Դե երևի խոսքը սկսենք դրանից, որ երկու, այդպես ասենք, անգլիական գործակալ Անդրկովկասում ամսի 7-ին շտապեցին, նույնիսկ տենց տպավորություն ստեղծվել, որ նրանք առաջիններն էին զնգում, շնորհավորում Պուտինի ծնունդի, ասենք, արդիվ, երևի սպասումներ են ունեցել, չէ, որ զանգել են առաջինները, օրինակ, այդպես ասենք, միջազգային ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Ռուսաստանի նախագահին շնորհավորել են, չէ, ծննդյան օրվա արդիվ, եւ Հնդկաստանի վարչապետը, եւ Չինաստանի նախագահ, եւ հանկարծ նկատում ես, որ չէ, սպասեք, առաջինին նշել են Ալիևին, երկրորդին նշել են Փաշիկին, ինչքան շտապեցին այդ երկուսը առաջ անցնել, առաջ ընկնել մեծ տերությունների առաջնորդներից, ուրեմն սպասելիքներ են ունեցել։ Ինչպես տեսնում ենք, Ալիևի սպասելիքները արդարացվել են, որովհետև Ռուսաստանի նախագահան Դուշանբե ասենք այցելել ժամանել մի քիչ ավելի շուտ, քան թե բոլոր մնացածները, դե քանի որ Պուտինի եւ Էմոմալի Ռախմոնի ասենք հետ նախատեսված էին եղել բավական լայնացավալ բանակցություններ եւ շփումներ, բայց պրակտիկորեն Պուտինից հետո Դուշանբե եկել է Ալիևը, ու Ալիևը ստացել է իր ուզածը, իր հանդիպումը, իր բանակցությունները։ Ճիշտը մեզ բան չեն ասում այդ բանակցություններից, չէ՞։ Այո, մանրամասներ դեռ չկա։ Քննարկել են ովքեր Ալիև Պուտին։ Հա, քննարկվել են միայն յանի թե երկուստեք հարաբերություններից բխող հարցերը, բայց արդյունքները մենք արդեն տեսնում ենք։ Օրինակ, Բաքվում ձերբակալված լրագրողներից մեկը արդեն տնային կալանքի տակը բաց թողած։ Տեսնում ենք, չէ՞, այդ արդյունքը, չէ՞։ Օրինակ, Ռուսաստանում մի հատ թուրքին էլի ազատեցին քրեական պատասխանատվությունից։ Այն մեկը, որ սատիրայի թատրոնի հետ կապված ինչ որ չարաշահումներ է ունեցել, ինչ որ յուրացրել է գումարներ, այս Աղաևին բաց են թողել։ Այսինքն, ահա, արդեն արդյունքներ են, բայց եկեք խոստովանենք։ Ախր Պուտինը սկսել է բանակցություններ Ալիևի հետ, գիտեք ինչ հարցից, այդ ինքնաթիռի հետ կապված հարցից։ Ոնց է դրսևորել իրան Քուրդ Ալիևը, ոնց որ են ասում, հնազանդ աշակերտուի, ոչ թե աշակերտ, այլ աշակերտուի։ Հա, մենք սաղ գիտենք, դե որ սաղ գիտես, բա ինչքան բոչկեք ես գլորել Ռուսաստանի իշխանությունների ուղղությամբ, այդ ինքնաթիռի հետ կապված։ Դե ամեն դեպքում երկու կողմերն էլ խոստովանում են, որ խնդիրները դրանով չեն ավարտվում։ Գիտեք ինչու չեն ավարտվում խնդիրները։ Ու այստեղից մենք անցում ենք անում, թե ինչ բանավեճ ցավալեց որոշակի ինչ որ մի Փաշիկ օղլի Դուշանբեում Պուտինի հետ։ Ակնհայտ է, որ Փաշիկ օղլի ցանկանում է նսեմացնել Եվրասիական տնտեսական միության դերը ու նշանակությունը, կրճատելով, իջեցնելով ֆինանսական ձեռքբերումները Հայաստանի համար այդ համագործակցությունից։ Բայց տեսեք ինչ է եղել, տեղ է ունեցել։ Ռուսաստանի նախագահան անմիջապես ուղղում է Փաշիկ օղլիին, ասելով, որ դու ստում ես,
Հա, ինքը չի արտասանել այդ խոսքս դու ստում ես, բայց պրակտիկորեն բոլորը այդ ԱՊՂ երկրների առաջնորդների շրջանակից տեսել են, որ հարցը հասել է այն աստիճանի, որ արդեն հրապարակավ Փաշիկօղլեին նշում են, որ նա ստախոս է։ Ու ստախոսը արդարանալու համար ինչ ասես։ Բա անցյալ տարի 9 միլիարդ դոլար եկամուտ ենք ստացել։ Այսինքն ապրանքաշրջանառության գինը եղել է ավելի բարձր։ Այս սրիկա, հենց տենց, այս սրիկա, բա ում պատճառով է իջել այդ ապրանքաշրջանառության գումարը, եթե ոչ քո անձնական մեղքով։ Ու դու համարձակվում ես վեճի մեջ մտնել մարդու հետ, որը շատ ավելի լավ է իմանում սակու ընտանիքի տվյալները, քան թե դու ինքդ։ Ու դա կատակ չի։ Բացարձակապես կատակ չի։ Բնականաբար, որ մարդը շատ ավելի լավ է տիրապետում բոլոր թվերը ապրանքաշրջանառության մասին, որը կա Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև։ Բնականաբար, շատ ավելի լավ գիտի։ Ու դու համարձակվել ես ստել իր ներկայությամբ կատարյալ ապուշ ես։ Նույնիսկ սրիկա, այդ սրիկա, հասկացանք, որ դու սրիկա, դու իցնե սրիկա ես, եղել և մնում ես։ Երկրորդ հարց, որը մասին մենք տեղեկություն չենք ստացել, որ դա քննարկվել է, թե չի քննարկվել Ալիևի և Պուտինի զրույցերի ընթացքում, սակայն մենք տեսնում ենք, որ Ալիևը համեստորեն լուր է մնացել այդ թեմայի մասին, Փաշիկօղլի առաջ է ընկել։ Փաշիկօղլի, կարող է դու պարավոզից առաջ ընկնող ես։ Ինձ թվում է դա այդպես է։ Ես համոզված եմ, ու բոլորին եմ համոզում, որ Պուտին-Ալիևի երկխոսության ժամանակ անպայման շոշափվել են հարցերը, որոնք փոխկապված են Հայաստանի տարածքի հետ։ Համոզված եմ։ Ու Ալիևը ստացել է ինչ-որ պիտի ստանար։ Նույն Պուտինից։ Բայց քանի որ Ալիևը հասկացել է, որ հետագա սրացումներ, հարաբերություններում Ռուսաստանի հետ թահում են իրան, Քուրդալիևին դա թահում է քաղաքականապես։ Նա ռիսկ չարեց հանդես գալ, որովի մի հայտարարությամբ։ Փոխանակ Փաշիկօղլին սկսել է գովազդել, ու չեք իմանում, որ Տրամպի տրիպը շատ եկամուտաբեր է բոլոր ԱՊՂ երկրների համար։ Էշի ծնունդ, պորնիկի վաստակ, հենց այդպես։ Այդ ում ես պատմում։ Միջև քո Տրամպի տրիպը հասնելը, միջին ասիական հանրապետությունները պիտի դերևս Կասպիցը անցնեն։ Իսկ դու չես իմացել, որ Սանկտ Պետերբուրգում կայացել է ռազմածովային ուժերի հանդիպում մերձկասպյան երկրների միջև, այնտեղ ինչ է հայտարարվել, որ այն երկրները, որոնք կապ չունեն Կասպիցու հետ, իրավունք չունեն որևէ մի հաշվարկ անել առանց մեր իմանալու։ Այսինքն ենթադրենք ինչ-որ մի բեռները Կասպիցով հասել են Բաքու, հետո ցանկանում են Տրամպով հասնել Թուրքիա կամ
եվրոպական մայրցամաք, ապա առանց Ռուսաստանի եւ Իրանի համաձայնությանը դա չի արվելու։ Երբեք։ Ինչի մասին հայտարարել է Իրանի փոխցովակալ կարծեմ Շահրամ Էրոնի, որը գտնվել է մի օր առաջ, 2 օր առաջ Սանկտ Պետերբուրգում։ Դա հայտարարված է։ Բացի դրանից, այդ նույն փոխցովակալը հայտարարել է դրա մասին, որ շատ շուտով Կասպիցում կկայանան միջազգային հերթական զորավարժություններ, ու Ղազախստան, Թուրքմենստան չեն կարողացել մերժել նման առաջարկ։ Ու այդ նախաձեռնությունը ուղղված է դրան դեմ, որ այնտեղ Թուրքիան չհայտնվի, նատոյական երկրները չհայտնվեն։ Ահա այդ պատճառով Ալիևը լռել է Տրամպի մասին։ Լավ, Տրամպի տրիպի մասին։ Փոխարենը հնչեցնում է եսիմինչ գովերքներով, գովազդերով Փաշիկ Օղլի, որը այդպես էլ չի դարել երևանցի, այդպես էլ մնացել է Էնոքավանլի քանդի բնակիչ։ Էնոքավանլի քանդի բնակիչ։ Ինքը հայկական գյուղարանքի նույնիսկ ծնունդ չի, թուրքական գյուղարանքի ծնունդ է։ Զուտ, թուրքական գյուղարանքի ծնունդ։ Ու թուրքերենով էլ մտածում է, թուրքերենով էլ արտահայտվում է։ Ոչ թե թուրքերեն լեզվով, այլ թուրքերենի, ասենք, մտքերով, հոգեբանությամբ։ Ամեն ինչ թուրքի համար լավ լինի։ Ամեն ինչ թուրքի համար լավ լինի։ Զգուշացի, շատ զգուշացի, Փաշիկ Օղլի։ Այդ քո պահվածքով Դուշանբեում դու ապացուցել ես, որ չես հետևում բոլոր կարգի զարգացումներին, որոնք գնում են մեր տարածաշրջանի շուրջ։ Ռուս-իրանական հարաբերություններից այսօր ես չեմ անդրադառնալու։ Նրանք առանձին թեմա են։ Շատ առանձին թեմա է։ Ինչպես նաև այն դրույթը, որը թեթևակի մեզ հիշեցրել են, որ Ռուսաստանը ավելացրել է գազի մատակարարումների ծավալները դեպի Չինաստան։ Խոշորագույն խառնաշփոթ է նախատեսվում կամ պատրաստվում աշխարհով մեկ, ոչ թե միայն Անդրկովկասում։ Սակայն բոլորը պետք է տեսնեն գլխավորը։ Նույնիսկ Քուրդ Ալիևը վախեցած գերադասել է լռել այն թեմաներից, որոնց դեր սեպտեմբեր ամսին անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Սյունիքի հետ կապված հարցեր, հիշեցնեմ, Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, այդ Մարիա Զախարովա կոչվածը, մի շարք հարցեր է հարուցել ԱՄՆ-ի առջև, Քուրդ Ալիևի առջև, Փաշիկ Օղլիի առջև, վերջապես Էրդողանի առջև, ու դերևս ոչ մեկը չի պատասխանել այդ հարցերին։ Հարցերից առաջինը, ժողովուրդ, այդ ձեր ասած մարշրուտը ո՞նց է գնում անցնում։ Միթե ոչ թե այն տարածքներում, որտեղ կան, դերևս կան Ռուսաստանի սահմանապահ զորքերը։ Այդ հարցը ո՞նց է լինելու։ Մի հատ բացատրեք։ Դա պահանջ է Ռուսաստանի, տվյալ դեպքում Իրանը լռում է։ Ու Իրանը ունի իր մի շարք հարցեր, ահա որ շատ մեծ հարցեր։ Իրանի հարցերի հետ կապված վերջերս նույնիսկ համացանցում հնչել են այտենց կանխատեսումներ, որ ԱՄՆ-ն ձգտում է մտնել Սյունիքը, որպեսզի Հայաստանը դառնա բազա Իրանի դեմ հարձակման համար։
Փորձագետները դա արդեն ասում են։ Ինչ խաղաղություն, ինչ հեքիաթներ ես պատմել Դուշանբեում, արդեն խաղաղություն է։ Որտեղ։ Կոնկրետ։ Շամշադինում խաղաղությունը։ Ինչ գնով, որ մարդիկ զրկված են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունից, պրակտիկորեն են զրկված։ Թե Սյունիքում, որտեղ շուրնող գյուղից բնակչություն եք հանում, հա? Արդեն հանել են ոնց որ թե։ Եվս կան Սյունիքում վտանգված գյուղեր։ Էտա խաղաղությունը ըստ փաշիկ օղլիների։ Սատկեն ձեր մայրերը, վեր կալու մի ասա։ Եվ ձեր երեխեքը, եթե տենց է։ Եթե դա խաղաղություն է ըստ ձեզ։ Դուք իրավունք չունեք կառավարել այս հողում։ Դուք պետք է գնաք կառավարիչ աշխատեք թուրքերի մեջ։ Շատ լավ։ Են որ ասում հնազանդ ստրուկի պես եք աշխատելու թուրքի համար։ Դուք թուրքի համար աշխատելու համար, ասենք երևի թե ծնվել եք, միայն թուրքին ծառայելու համար եք ծնվել։ Ու այդ Դուշանբեի գագաթնաժողովը ապացուցել է, որ բավական ծայրաստիճան վտանգավոր է ձեր գտնվել է Երևանում որևէ մի իշխանական ոլորտներում, որևէ մի։ Դուք մտածում եք թուրքերեն, դուք գործում եք թուրքերի նման, դուք գործում եք ի նպաստ թուրքերին։ Ինչ զիբիջանցի, ինչ միբիջանցի։ Չկա տենց ազգ, նույնիսկ Իրանում չկա, չել եղել երբեք, մինչև Ստալինի եսիմ ինչ հորինված կա։ Ու դուք հիմա շարունակաբար, շարունակում եք վնասաբեր քաղաքական կուրսը, ապուշներ ձեզ համար երևի թե մի քանի օր առաջ երկրորդ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում հնչեցրել է բոլոր կարգի տարբերակներ փոխկապված այդ տրիպի Տրամպի հետ։ Այս տրիպի Տրամպը Հայաստանին կներեկնձի մի հատ վեներիկ հիվանդություն կբերի 100%։ Հայերի գլխին նույնիսկ տենց ոչ թե կոնկրետ այս տարածքի համար, այլ բոլոր ամբողջ աշխարհի հայերին մի հատ վեներիկ հիվանդություն կբերի, որովհետև դուք սաղ հիվանդ եք այդ վեներիկ հիվանդությամբ։ Երևի արդեն ձեր ուղեղները լրիվ ներեցեք ինձի սիֆիլիսով հիվանդ են։ Թե ինչ է նշանակում սիֆիլիս ուղեղի, բացեք, կարդացեք, կիմանաք։ Համենայն դեպս, ստեղ կա առանձնահատկություն, որը որ չես կարող չանդրադառնալ։ Երբ որ լռում Ալիևը, սկսում է խոսել փաշիկ օղլի։ Ու խոսումը շատ ավելի կատարյալ, քան թե ինքը Քուրդ Ալիևը։ Պաշտպանում է անգլոսաքսերի եւ ջհուդների շահերը Անդրկովկասում։ Հարց է ցակում, բայց ինչու քեզ չես հայտարարում ջհուդ, սիոնիստ կամ թուրքական ֆաշիստ, ինչու ես քեզ ասում անվանում
ես հայ եմ Իջևանի շրջանից, գնա Իսրայելում սատկ է, մի հատ իրանական հրտրի ասենք տակ ընկնես սատկ ես, գնա Թուրքիայի մեջ ապրի, կդառնաս հերթական Երդողան, քանի որ Երդողանը թուրք չի, Երդողանի հայրիկը հույն ազգի դավաճանը, Երդողանի մայրիկը իսպանական հրեայի, այդ ինչ եզրով, այդ ինչ մասով նա թուրք է, հունը հրեա թուրք է, զարմանում եմ, այս անգամ զարմանում եմ թուրքերի վրա, ոնց որ ես զարմացել եմ և զարմանում եմ, որ Բաքվում համարում են Իլհամ Ալիևին իբր ազբիզյանս, աբիզյանքը կարող է, բայց ազբիզյանից տիժար, իր Գերդաստանը, որ ուսումնասիրում ես, այնտեղ ոչ մի բան չկա ազբիզյանական, կանանց կողմը համարյա թե բոլորը կամ Հրեաստանից եմ ասում, կամ հրեաներն են, կամ եթե ճիշտ ունեն ասեկոսները, որ Հեյդար, այսինքն Ալիևի, Իլհամի հոր տատիկը հայ է եղել Սիսիանի շրջանից, նույնիսկ հայեր կային։ Ու սրան ասում են ազբիզյան, չէ, դա աբիզյան, արդեն իսկ աբիզյան, այսինքն կապիկ, ոչ թե եսիմ ինչ է դա, բայց նույնիսկ այդ աբիզյան շատ ավելի համեստ է իրան պահել այս անգամ Դուշանբեում, կամ թե ոմն Փաշի կողլի, քեզ յան վերջավորությունը ազգանունի մեջ հենց չի սազում, քեզ օղլի է սազում, ու այդ պատճառով մենք վերլուծել ես Դուշանբեի գագաթնաժողովը, տեսնում եք, որ 19 փաստաթուղթ է ստորագրվել այդ գագաթնաժողովի արդյունքում, 19 հատ, ինչից ես առանձնացնում եմ մի փաստաթուղթ, որը բավական կարևոր է եւ գործ ունի, վերաբերվում է այդ թվում Սյունիքի մարզին, այդ թվում Կասպիցի ավազանի հարցերին, դա տարածաշրջանային էներգետիկ անվտանգության մասին հռչակագիրը, դերևս հռչակագիրը, մենք հասկանում ենք, որ հետագայում դա կստանա զարգացում, ովքեր որ մտնում են այդ ԱՊՂ երկրների շարքը, Բելարուսիա, Կիրգիզիա, Միրգիզ և մնացած Գիգիզիան, անպայման կանդրադառնան այդ փաստաթղթին, կրկնում են, խոսքը գնում է էներգետիկ անվտանգության մասին, այս շրջանակում, իսկ Սյունիքը նախ եւ առաջ դա հենց էներգետիկ անվտանգության համակարգի կարևորագույն երևի թե օղակներից մեկը, ես չեմ ասում, որ դա հիմնասյունը, ոչ, բայց կարևորագույն տարրերից մեկն է, վերջը այդ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի վաղտ հնչել է, որ ենթադրենք, որ ինչ-որ կապված է առաջի տարբերակը, այնտեղ կապված է կոնկրետ Տրամպի հետ, ում նախագահական ժամկետը լրանում է 2-3 տարուց հետո, հույս դնել ԱՄՆ-ի վրա,
ծիծաղելի է։ Լավ, Իսրայելի համար ամենեն գնացել է միջամտել է Իսրայելը իրանական պատերազմի մեջ։ Դու գիտես, որ դու Իսրայելն ես ԱՄՆ-ի համար, ոչ։ Պաշիկողլիները չեն վերահսկում ԱՄՆ-ի ֆինանսական համակարգը, ինչպես դա վերահսկում են հրեաները Ամերիկայում։ Այդ պատճառով երկրորդ տարբերակը, որը կոչվել է Քոչարյանի կողմից ավելի իրատեսական, այդ դա է պետք է իրականանա տարածաշրջանում, որ լավ ուզում են, շատերն են ուզում, որ լինի այդ տրիպի Տրամպը կամ Տրամպի տրիպը, բայց դա պիտի կառուցեմ ես, հայ, և իմ վերահսկողության տակ պետք է գտնվել նման կարգի խորհրդակցությունը։ Միայն իմ վերահսկողության տակ, լավ, թող ինձ օգնեն, օժանդակեն, բարյացակամ տրամադրված հարևանները։ Բարյացակամ, բայց տրամադրված հարևանների թիվը ոչ Թուրքիան, ոչ Բաքվի ռեժիմը չեն մտնում։ Դա օրենք է։ Գրված չգրված, բայց դա օրենք է։ Թուրքը պետք է շատ հեռու լինի բոլոր այն խորհրդակցություններից, որոնք փոխկապված են Հայաստանի հետ։ Ու դա ենթատեքստը այս նշված էներգետիկ անվտանգության մասին հռչակագրի։ Հիմա ոնց վերաբերվենք այն փաստին, որ նույնիսկ իմանալով, որ Ալիևին ընդունել են, Ալիևին հնարավորություն են տվել, լսել, ոչ թե արտահայտվել, լսել, ու Ալիևը հիմա կներեք ինձ են Կովկասյան հարսնացուի կինո հիշում եք, հա? Ինձ թվում է պիտի հիշեք։ Արտահայտություն կա։ Ասма, դե այս դեպքից հետո կամ ես տանում այս աղջիկանը ԶԱԳՍ, կամ ինքը ինձ տանում է դատախազի մոտ։ Այն նույնը կարելի է կրկնել Իլհամ Ալիևի մասին։ Կամ ինքը համաձայնվում է կամովի գնալ ԶԱԳՍ, որպես Պուտինի հարսնացու կամ արդեն կնիկ։ Կամ էլ Պուտինը կտանայել է, այդպես ասած, դատախազի մոտ։ Երբ որ մեղադրի, կոնկրետ մեղադրի, որ նա անհիմ մեղադրանքները նետել միջազգային, այդպես ասած, տեղեկատվական դաշտում Ռուսաստանի դեմ։ Ինձ թվում է Ալիևը գերադասել է գնալ ԶԱԳՍ, որպես Պուտինի հարսնացու։ Այդ պատճառով ինքը Դուշանբեում շատ ավելի շատ նստի ժամանակ լռել է, բայց չգիտես ինչու, դա կամ նախքան պայմանավորված է եղել, կամ Պաշիկողլի Խանդովը հիվանդացել ու սկսել է խանդել, վայ, արի ես առաջին գնեմ, հեքիաթներ պատմելիս տրիպի Տրամպի մասին, ու ուշադրություն բևեռացնեմ իմ վրա։ Էշ, դու շատ բացասական ուշադրություն ես բևեռացրել քո վրա։ Բայց միջև ամփոփիչ խոսք կցանկանամ դիմել Իլհամ Ալիևին նաև ռուսերեն։ Որոշակի մասով ես կկրկնեմ ինչ-որ նոր խոսացել եմ, հնչեցրել հայերեն, բայց դե մի հատ էլ երեք բան կա իր համար նախատեսված։ Ильхам Алиев, события так развернули, что вроде ты стал понимать кое-какие из своих ошибок. Но у тебя после того, что состоялись переговоры с Путиным в Душанбе, осталось два пути.
Либо господин Путин ведет тебя в ЗАГС в качестве своей невесты или даже уже жены, в политическом смысле. Либо же он тебя отведет к прокурору, как советовал один небезызвестный герой из фильма «Кавказская пленница». За что к прокурору? За твои беспочвенные, огульные обвинения в адрес России по поводу самолета авиакомпании «Азал». Тебе дали исчерпывающие объяснения, правда? И ты встал перед выбором. Либо ты открыто обвинишь украинцев, что они своей провокацией вызвали авиакатастрофу в итоге. И это значит, что ты должен будешь отступить по многим вопросам. По многим. Либо, если ты после даже личных переговоров с президентом России продолжишь прежнюю линию, то тебя уже в открытую накажут. Сильно открыто накажут, демонстративно, для всех. Как пример наказания подлецам, продажным подлецам. Удивительное дело, вместо тебя рекламировать турко-американо-израильский проект Трампи Роуд начал твой младший партнер, которого я лично называю Пашик Огли. Тем самым он повторил все твои ошибки, в принципе. В принципе, повторил все твои ошибки. Я считал, что ты как-нибудь остепенишь этого распоясавшегося негодяя, малограмотного даже в армянском языке, хотя он родился вроде бы в Армении, учился вроде бы в армянской школе. Он до сих пор малограмотен. И твоя обязанность руководить этим человеком, пока его не, скажем так, попросили выйти вон. Но ты умыл руки. На этот раз ты подставил его в качестве будущей жертвы разборок, потому что во многих экспертных кругах той же России уже видят возможность, что из-за этого Пашик Огли американцы, израильтяне и так далее, англичане, могут попытаться превратить именно Армению в плацдарм для нападения на северные провинции Ирана. Потому как ты будешь вынужден отказаться от этой роли с большим риском для твоей жизни. Курдалиев, похвально, что ты стал избегать грубых ошибок. Однако плохо, что ты продолжаешь глупую политику провокаций в нашем регионе. Как Пашик Огли, так и ты не заметили одной маленькой тонкости. Чуть-чуть пораньше, чем в Душанбе состоялся саммит стран СНГ, была встреча командующих военно-морскими силами прикаспийских государств в Санкт-Петербурге. И вице-адмирал Шахрам Эрони, внимательно послушай имя этого человека, Шахрам Эрони, объявил о скорейших военных учениях на Каспии. И в этой ситуации, будь то Алиев, будь то Пашик Огли, будь то еще кто, Трамп, Трип, сифилис и остальные заболевания венерического происхождения, просто не могут не считаться с тем, что политическую и военно-политическую погоду на Каспии определяют Россия и Иран, а не вы, не Туркмения, не Казахстан. И, следовательно, говорить о преимуществах какого-то Трампа-Трипа или Трипа-Трампа, уже путаю, наверное, Тримпа-Трапа, по крайней мере, необоснованно и глупо, не урегулировав определенные вопросы с Ираном, с Россией, а вообще-то в глубине даже с Китаем.
Но ты на верном пути. Ты либо на пути полного исправления, Алиев, либо ты на пути самоубийства, политического или даже физического. Продолжай в том же духе. Ты запомни еще одно. Ты никакой победы над армянами не одержал. Твоя победа обусловлена ереванским предательством Арцаха. Всего лишь. Ты нигде не победил армян. Ты продолжаешь быть неучем с дипломом МГИМО. И порой твои действия, твои заявления вызывают бурю удивления. Так ты все-таки учился в МГИМО или нет? Тебе купили диплом или нет? И в этот момент только одна мысль гложет. Заплатил за твой диплом твой папа или твои дяди со стороны папы? Один из них, как известно, достаточно был известный в свое время ученый. Вот столько для тебя, Алиев. Думай, думай, еще раз думай. Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ստեղ պետք է ուզած նշենք մի փաստ ամփոփելու համար։ Գիտեք ինչ, իզուր տեղը չէ, որ նախորդ օրերին Բաքվից հնչել էր մի միտք։ Մարիամ ջան, ես համոզված եմ, որ այդ միտքն էլ է քննարկվել Ալիևի եւ Պուտինի միջև։ Իրենց երկխոսության ժամանակ։ Պարզվեց նրանք ընդեղ Բաքվում եւ Անկարաներում երազում են թուրքական ՆԱՏՕ-ի ստեղծման մասին։ Առաջարկությունները արդեն ուղարկված են Կիրգիզիային, Օզբեկստանին, Ղազախստանին եւ այլն։ Ինչ ասեմ, որպես եզրափակիչ, ասենք դրույթներ, Բաքվին թվացել է շատ քիչ խոստանալ, թե Թուրքիային կտրամադրի ռազմաբազը ռուսական սահմանի մոտակայքում։ Այսինքն նատոյական բազա խոստացել է Ալիևը։ Բաքվին թվացել է, որ թուրքական աշխարհը ինքնաբավ աշխարհ է։ Քանի որ Երևանում կա մի հատ փաշի կողլի։ Ու Բաքուն շարունակում է անտեսել ու չգնահատել այն ցուցումները, այն զգուշացումները, նախազգուշացումները, որոնք հնչում են անընդհատ Տեհրանից։ Օրինակ նույն Ալիևին մեղադրել են, որ նա շիական դավանանքի դավաչան Շիական դավանանքի դավաչան։ Օրինակ, չեն ուզում հաշվի նստել, որ ինչպես Ռուսաստանի համար անցանկալի է նատոյական բազաները իր սահմաններից անմիջական մոտ, ասենք, մոտիկության, այնքան էլ դա անցանկալի է Իրանի համար։ Օրինակ Թուրքիայի տարածքում ինջիրլիկ նատոյական բազան բավական հեռու է Իրանից։ Բավական։ Ավելի ճիշտ ինքը սիրիական սահմանի վրա է, քան թե իրանական։ Օրինակ ամերիկացիք ինչ որ ասենք հետախուզական կետ ունեն Արարատ լեռան վրա, բայց դա բազա չի, դա հետազոտական, ասենք ինչ որ հետախուզական եւ հետազոտական ինչ որ մի կենտրոն է։ Զորքեր այնտեղ ամերիկյան չկան։ Այդ պարագաներում հաշվի առնել ես նաեւ Դուշանբեում անցկացված ԱՊՂ երկրների գագաթնաժողովը, մենք գալիս ենք եզրակացության ցանկացած սխալ Բաքվի ռեժիմի կողմից, Երևանյան պաշտոնական օղակների կողմից
մի պահ կգա, որ այդ բոլոր սխալները կամ հանցանքները պատասխան են ստանալու։ Իհարկե, արդյունքում կտուժեն բնակչությունը եւ Բաքվի ռեժիմին ենթարկված տարածքներում եւ Հայաստանի Հանրապետության տարածքի մնացորդում։ Քաղաքացիական բնակչությունը միշտ տուժողի դերում է հանդես գալիս։ Քաղաքական, ասենք, առումով կոպիտ սխալները, այդպես ասած, փոխհատուցվում են բնակչության հաշվից։ Արդյունքում բնակչությունը վճարում պետության ղեկավարների սխալների դիմաց։ Ցավոք սրտի մենք էլ ազատված չենք այդ ճակատագրից, որովհետև Երևանում շարունակում են կառավարել զուտ հակահայկական հայ-ատյաց շրջանակները, նույնիսկ հայ-ատյաց շրջանակները։ Դժվարանում եմ բոլորին ասել կամ պնդել կամ եսիմիջի, նույնիսկ ենթադրության կարգով իրենց վճարել են, որպեսզի նրանք ոչնչացնեն սեփական բնակչությունը։ Դժվարանում եմ ասել։ Սակայն երբ որ շարունակվում է նման կարգի հակահայկական քաղաքական կուրսը, ապա բնակչությունը պարտադիր պետք է սպասի ամենաբացասական զարգացումներ եւ ամենաբացասական արդյունքներ ապագայի համար։ Ամեն դեպքում ինչ որ հուսադրող ապագան մեզ բոլորիս չի սպասում։ Խնդրեմ։